5-6 ամիս առաջ մենք մի հարցազրույցի ժամանակ նշեցինք եւ այդ խոսքը դարձավ թեւավոր, որ աշխարհում կա 4 միլիարդատեր, որ կալանքի տակ է, որոնցից 2-ը հայ են։ Եվ 2-ն էլ ազգային հոդվածներով են կալանքի տակ։ Մեր երկիրը ունի բավական հայրենասեր որդիներ։ Չէր կարող մեր երկրի որդիները չէին լինի հայրենասեր, այսքան, եթե չլինեին այսքան հայրենասեր, իրենցից մեկը Բաքվի բանտում չէր լինի իր ազգի իր գաղափարների համար։ Եվ երկրորդը Հայաստանում այսքան ամիս կալանքի տակ չէր լինի իր եկեղեցուն պաշտպանելու համար։ Հիմա ժամանակն է եւ բոլոր համայնքներ, Հայաստանի բոլոր մասեր մեր այցելության ժամանակ մենք դա զգում ենք, որ ժամանակն է եկել մեր երկրում փոփոխության, ժամանակն է եկել արդարության վերականգնման։ Այն արդարության, որ մեր ազգի ուժեղ որդիները պետք է իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի վերակառուցման գործում, չլինեն կալանքի տակ երկու ընկերների ջանքերով, որոնք կալանավորել են մեկ այստեղ, մեկ այնտեղ։ Մեր ազգը ունի ընդհանուր նպատակներ, եւ այդ նպատակները կատարելու համար մենք ուրախ ենք միավորվել ամեն անգամ նոր ուժի հետ, այն ուժերի հետ, որոնք պատասխանատու չեն այն վիճակի համար, ինչ այսօր Հայաստանում կա։ Մենք ուրախ ենք միավորվել, մենք ուրախ ենք, որ ապրելու երկիր կուսակցությունը, Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված ապրելու երկիր կուսակցությունը միացել է մեզ։ Կուսակցության ծրագրային մասում շատ բաներ մենք ունենք ընդհանուր եւ մի բանը, որի վրա պարոն Առաքելյանի հետ զրույցների ժամանակ մենք շեշտ ենք դրել, պարոն Առաքելյանն էլ ասեց, մենք էլ ենք կրկնել, որ Բաքվում պահվող հայ բոլոր գերիները պետք է լինեն տանը։ Նրանք այնտեղ են հայ լինելու համար եւ հայրենասեր լինելու համար։ Սա մեր համար ընդհանուր քաղաքականություն է։ Շատ հատկանշական է, որ մեր միավորումը, այն աջակցությունը, որ մենք ստացել ենք ապրելու երկիր կուսակցությունից, չունի որևէ քաղաքական հետնաբեմ։ Նրանք աջակցում են, քանի որ տեսնում են, որ պետք է փոփոխություն, եւ այդ փոփոխությունը տեսնում են Սամվել Կարապետյանի ուժի մեջ։ Ուժեղ հայերով, հզոր հայ ազգի, հզոր զավակներով մենք հասնելու ենք դրան, հասնելու ենք բոլորս միասին։ Փաշինյանը ինչքան էլ փորձի իր նոր ընկերների հետ հայ ազգի ուժեղ զավակներին ճշմարտ ենթարկել, կալանք տալ, մեկին այնտեղ, մյուսին իր հայրենիքում, չի կարողանալու, որովհետև իրենց պես են եկել ու անցել, իսկ մեր երկիրը նույն ձև, նույն տեղում է ու դեռ լավագույն տարիները առջևում են, բոլորս միասին, շնորհակալ եմ։